Հայ բարեգործական ընդհանուր միության Երևանյան գրասենյակի դահլիճում դարձյալ հյուրընկալում են 23-րդ ոսկե ծիրանի պատվո հյուրերին։ Այս անգամ այդ կարգավիճակում է Մոլիերի եռակի մրցանակակիր եւ Սեզարի դափնեկիր կինոդերասան, դրամատուրգ եւ թատերական ռեժիսոր Սիմոն Աբգարյանը։ Տարեսկզբին Պենելոպե ու Պենելոպե հայ-ֆրանսիական եւ ռուսական համատեղ թատերական նախագիծը ներկայացնելուց հետո հիմա նա կրկին Հայաստանում է Անտոնեն Բոդրիի «Դե Գոլի մարտը» ֆիլմի երևանյան պրեմիերայի առիթով, որում խաղում է Ֆրանսիայի ազգային հերոս գեներալ Դե Գոլին։ Մեծ էկրանին Աբգարյանը հրաշալի կերպարների մի շարք է ստեղծել՝ Արշիլ Գորգի, Միսակ Մանուշյան, Արամ, բայց Դե Գոլի կերպարը բարդ փորձառություն էր եւ արտիստական վարպետության քննություն։ Այդ կերպարին հասկանալու եւ նրան կենթանի շնչառություն հաղորդելու համար դերասանը երկար ժամանակ է անցկացրել պրպտելով արխիվներն ու գեներալի պատմությունները։ Ֆիլմերը կան, արխիվներ կան, որ ինքը ոնց է խոսում ջար դվածատենը, ոնց է այսինքն ինտերվյուների մեջ է խոսում, ոնց է խոսում եւ այլն։ Երեք շաբաթ բան տիդեր 8 ժամ օրական, տիդերը մինչև երեք շաբաթացի կոմպյուտերը կոծեցի եւ որոշեցի, որ ես իմ արվեստը այսինքն անեմ, որը երևակայելն է։ Այսինքն այդ մատերիալը վերցուցի ու սեպարանացես կորզածեցի, որպեսի մարմին դամ, ցայնը դամ։ Արդեն 4 տասնյակից ավելի տարիներ է, ինչ դերասանը ինքնահայեցողության ճանապարհին փնտրում է տարբեր հարցադրումների պատասխանները, այդ թվում նաև թե ինչ է դերասանական արվեստը, եւ պատասխանն աներկբա է, ինքը փորձում է ներկայացնել մարդկային էությունը, տագնապներն ու պայքարը։ Արդի ազգային արվեստի համար Աբգարյանը չափազանց կարևորում է սեփական պատմությունը մեր իսկ ինքնությամբ ներկայացնելը։ Իմ համար կարևոր թեման այդ տարածքն է, երևանյան տարածքը, որ պետք է էլի գրավենք մենք իբր հայ ժողովուրդ, հայ արվեստագետներ եւ այլն եւ մեր պատմությունը, մեր սեփական պատմությունը մեր նարատիվով, այսինքն մեր զեսագետով պատմենք։ Ոչ թե եւ հանգստացեք միան 2015-ի մասին չէ, ասած այսօր Հայաստանի մասին է, Սպիրկի մասին եւ այլն, նյութերը բազմաթիվ են, հարուսությունը արդեն հստակ է, որ մենք հարուստ ժողովուրդ ենք, հանքի վրա ենք տեսել, ցանկի, այսինքն քանթի վրա ենք տեսել, հարուստ ժողովուրդ ենք, այսինքն չեմ ասում, որ մենք ավելի լավ ենք, քան մյուս ժողովուրդներից, չէ, բայց մենք ունենք պատմություն, մենք ունենք բանաստեղծություն, կարողություն, երաժշտություն ու տաղանդավոր սերունդը, որ գալիս է։ Ի պատասխան հնչած հարցերի Աբգարյանը նշեց, եկել է խաղաղ զրույցի երկխոսությունների ժամանակը եւ բերելով Ռումիի ու Պլատոնի օրինակը փաստեց, մենք սիրո պակաս ունենք եւ բոլորս սիրո եւ խաղաղության կարիք ունենք։ Նոնե Ալեքսանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։